Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ բանաստեղծ թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Մովսես, հրավեր ընդունելու համար։ Պարոն Մովսես, հետևում եք ոչ պաշտոնական, բայց կարծես թե արդեն սկսված քաղաքական գործընթացների նախընտրական, ինչ տպավորություն է այն ձեզ վրա թողնում, նախ որպես մտավորական, ապա նաև որպես հասարակ քաղաքացի։ Հասկանալի է, շատ տխուր տպավորություն մթնոլորտի տեսակետից։ Եթե փորձեմ այսպես ասած փողոցային ժարգոնով ասել, ինձ մոտ տպավորություն կա, որ որոշ ուժեր ուզում են մեր պետության, մեր Հայաստանի Հանրապետության ընթացքը զադնի դնեն, նորից տանեն սրանից 20-30 տարի առաջվա հոգեբանության մեջ, որից մենք տասնյակ մետրով առաջ ենք գնացել։ Ընտրական պրոցեսները կոնկրետ նկատի ունեք, թե եւ ընտրական եւ հոգեբանական ամեն ինչ, անվտանգային բաղադրիչները։ Հիմնականում ես նկատի ունեմ նախընտրական շրջանի այս թողուբոհը, որտեղ նորից ասում եմ, երկիրը փորձում են հետ գլորել իր նախկին տրամաբանության մեջ։ Երևի թե նման մտքեր ձեզ մոտ ծագել են այն բանի պատճառով, որ մենք լսեցինք նախորդ օրը ձայնագրությունները հայտնի, որոնք ըստ հակակոռուպցիոն կոմիտեի կաշառքի վերաբերյալ էր։ Նաև դա բանի տեսքով, պարոն Մովսես, օրինակ ինձ մոտ այդպիսի գոնե մտայնություն կար, որ մարդիկ չեն վերցնի ընտրակաշառք, քաղաքական ուժերն էլ չեն բաժանի ընտրակաշառք, բայց փաստացի դեպքերը այլ բան են ապացուցում, որ եւ տվողներ կան, եւ նաեւ վերցնողներ կան։ Իհարկե դեռ դատարանը պիտի վերջնական մեղադրական եզրակացությունը տա, այսպես ասած հանվեղության կանխավարկածը չխախտելով, բայց այնուամենայնիվ կա։ Փաստավանում է փաստ, այստեղ մեղավոր են իհարկե եւ տվողները եւ ճիշտ եք նկատում վերցնողները, բայց պետությունը դրա դեմ հատկապես դրա դեմ բոլոր միջոցները պետք է ձեռնարկի։ Գիտեք, մեր ժողովուրդը տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ շարունակ ենթարկվել է, կաշառք է տվել, կաշառք է վերցրել։ Կաշառքը ինքը հոգեբանական սիմպտոմ է, ինքը միայն սոցիալական, քաղաքական, հասարակական նշանակություն չունի։ Դա հոգեբանական սիմպտոմ է։ Ես հիշում եմ սրանից մի 20 տարի առաջ կառավարությունում աշխատող իմ ընկերներից մեկը, անունը չեմ տալիս, որտեղ այժմ հանգուցյալ, ինձ պատմում էր վարչապետի աշխատակազմում աշխատող մեկի մասին, չեմ ուզում ասել ղեկավարի, որտեղ կարող է եւ չեմ հիշում, որը մի ասույթ էր հորինել, որը հետեւյալն էր. կաշառքը մատաղի պես բան է, որ տալիս են պետք է ասես ընդունելի լինի։ Այս հոգեբանությունից մենք պետք է դուրս գանք։ Բայց երկու ընտրություն մենք կարողացել ենք, չէ՞, անցնել առանց այդ հոգեբանության։ Հիմա մենք գործ ունենք մնացուկների հետ, դրա համար ես կպահանջեի, կխնդրեի, որ ամենադաժան, ամենախիստ, ամենասոսկալի պայքարը այսօր տարածվեր, որ հանգարց այդ վհուկը, այդ կենթանին, այդ հրեշը նորից մեր մեջ չվերակենդանա։ Պարոն Մովսես, դուք ասացիք, ձեզ մոտ կա այնպիսի տպավորություն, որ ներկա քաղաքական ընդդիմադիր ուժերը ուզում են անիվը հետ պտտել, մենք վերադառնանք նախկին ունեցած արատավոր բարքերին։ Բայց իրենք ասում են, իրենք գալիս են, որ ավելի լավ Հայաստան կառուցեն։ Մեկն ասում է հզոր, մեկն ասում է անվտանգ, մյուսն ասում է արժանապատիվ, մեկը ասում է ուժեղ, շատ հզոր բանակով։ Արդյոք հիմնավոր չեն կամ արդյոք նրանք խաբում են քաղաքացիներին։ Ինչպիսին կլինի Հայաստանը, եթե հունիսի 7-ից հետո իրենք կարողանան ձևավորել իշխանություն։ Իրենք ոչ թե խաբում են, այլ փորձում են հիմարացնել մեր ժողովրդին, նորից ելնելով մեր ժողովրդի պատմական դժբախտ գիտակցությունից։ Ես մի բան ասեմ, այսօր այդ հայրենասիրական, այսպես ասած, ավյունը դրված է առաջին գծի վրա, որի պատճառը Արցախյան վերջին պատերազմում մեր պարտությունն էր։ Հիմնականում մեր ժողովրդին խաբում են նրանով, որ ասում են, սա պարտությունների իշխանությունը մենք պետք է հեռացնենք։ Բայց ես մի հարց եմ ուզում տալ, իսկ առաջին պատերազմի հաղթողների իշխանությանը ով վերացրեց եւ ինչու վերացրեցին։ Ինչու սպանեցին ազգային ժողովի ղեկավարությանը, որոնց չէր կարելի մեղադրել, չէ, Ղարաբաղը հանձնելու, Արցախը հանձնելու մեջ։ Որոնք մենք պետք է պատմական իրողությունները, քաղաքական իրողությունները չխառնենք հասարակական իրողությունների մեջ, մեր պետությունը, ես նորից կրկնում եմ, քայլերով առաջ է գնացել այսօր։
թե իրավաբանության մեջ, թե սոցիալական ասպարեզում, փորձում է կրթության մեջ չթվարկենք բոլորը եւ սա նորից հետ շպրտելը ես համարում եմ հանցագործություն։ Այսօրվա ընդդիմադիր դաշտում հիմնական կարկառուն ներկայացուցիչները կարծես թե առաջիկա ընտրություններում իրենց որպես առաջնային խնդիր չեն ձևակերպել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Կհիշեք, անընդհատ խոսվում էր վերադարձի մասին։ Հիմա իհարկե երբեմն խոսում են արցախահայերի իրավունքների պաշտպանության վերադարձի իրավունքի մասին, բայց լավ է թե վատ, որ Արցախի հարցը նրանց գլխավոր թիրախը չէ։ Եւ երկրորդ մասով դա հատուկ մշակված մարտավարություն է նրանց կողմից, դիտակցելով, որ գուցե հանրությունն այլևս այս թեզերի կողմից չի ուզի գնալ դրանց հետևից։ Ինչ մարտավարություն է մշակված ըստ ձեզ։ Իրենք ճիշտ է, ուրեմն Արցախ վերադարձի ճանապարհները գլխի են ընկել, որ քաղաքական խոսակցությունների նյութ են եւ այս պահին փակված են, բայց իրենք ավելի ստոր բան են անում։ Իրենք հասկանալով, որ եղածը եղել է, մեղավորներ են փնտրում եւ մեղավորներին են այպանում եւ դրա դեմ հանում են նաեւ Լեռնային Ղարաբաղի, այսպես ասած, գաղթյալ բնակչությանը։ Դա ես կարծում եմ, որ շատ ավելի անազնիվ է, եթե իրենք մեր ժողովրդին խաբեին հայրենասիրական Արցախ վերադարձի Արցախի հետ գրավելու սին գաղափարներով։ Իրենք գիտեն, խելոք են, գիտեն, որ դա անհնարին է, որ ժողովուրդը այդտեղ չի խաբվի, բայց ընդհանրապես դրա մեղավորներին իշխանության մեջ գտնելու, իշխանություններին դրա մեղավորները համարելու եւ իշխանությանը դրա համար պատասխանատվության ճակերտների մեջ կանչելու քաղաքական նորմատիվը իրենք պահպանում են, որը գուցե եւ հասարակության որոշ վերջին իր հայտնի հայտարարություններից մեկում ասում էր, որ այո, նրանք ովքեր դա իրականացրել են, չպետք է անպատիժ մնան։ Այո։ Դուք ճիշտ եք ասում։ Սա իրենց հայտարարությունն է։ Հա, ճիշտ եք ասում։ Մի խոսքով խաղում են մեր ժողովրդի զգացմունքների վրա։ Բայց հենց դա եմ ասում, պարոն Մովսես, հիմա իրենք դա չեն անում, կարծես թե Արցախը հետ բերելու այս թեզը իրենք որպես առաջնային եւ գլխավոր նպատակ չեն սահմանում։ Իրենք հիմա ավելի շատ թիրախավորում են Հայաստանի խաղաղ լինել չլինելը, պատերազմ լինելու չլինելու հերանեկարն ու հավանականությունը։ Այսօրվա պայքարը ինձ համար ոչ մի քաղաքական, գաղափարախոսական, գաղափարական նշանակություն չունի։ Սա պայքար է իշխանության համար, ըստ որում ավելի լայն, այսպես ասած, շրջանակներով եւ այդ իշխանությամբ Հայաստանը վասալական վիճակների մեջ գցելու պայքար է սա, որի արմատները գնում եւ աշխարհաքաղաքական եւ ավելի ուրիշ տեղեր են հասնում։ Ձեր ասածը դուք տարածում եք ամբողջ ընդդիմադիր դաշտի վրա, թե կան ուժեր, որոնց դուք նկատի եք ունենում ձեր խոսքում։ Գիտեք ինչ, այն կառավարությունը, այն իշխանությունը, որը լավ ընդդիմադիր ուժ չունի, ընդդիմադրություն չունի, նա դժբախտ իշխանություն է։ Ես այսօրվա մեր քաղաքական դաշտում տեսնում եմ ընդդիմադիր անհատներ, ընդդիմադիր մտավորականներ, ընդդիմադիր մարդիկ, բայց քաղաքական ընդդիմադիր ծրագրեր չեմ տեսնում։ Ես չեմ տեսնում քաղաքական ընդդիմադրություն, այսինքն օրինակ ենթադրենք մեկը գա այստեղ եւ իշխանության ներկայացուցիչ կամ իշխանության ներկայացուցիչը գա եւ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչի հետ ենթադրենք վիճաբանի խոսի թե այսօր Հայաստանի համար ինչ է նշանակում անկախությունը, ինչ է նշանակում երաշխավորությունը եւ ինչ է նշանակում այդ երաշխավորությունը մի ուժի կոնկրետ Ռուսաստանի հետ կապելը։ Դուք կարծում եք ընդդիմադիրները խոսում են բացառապես երաշխավորությունը մեկ ուժի, այս դեպքում Ռուսաստանի հետ կապը։ Հայաստանում բայց իրենք դա չեն ասում այդպես։ Իրենք մի քանի երաշխավորներ են պատկերացնում տարբեր հարցերի վերաբերյալ։ Հիմար չենք որ չհասկանանք, թե իրանք ինչ են ասում, իսկ ինչը չեն ասում, թաքցնում են։ Այս ամբողջ բանի ներքևում տակը նորից աշխարհաքաղաքական կողմնորոշման այդ բառը հիմա իրենք փոխարինել են երաշխավորություն բառով, դրա գլուխն է թաքնված։ Ուրիշ բան չկա տակը, հասկացեք։ Մեր ժողովրդին եւ դրանով մեր ժողովրդին, մեր հասարակությանը իրենք հանում են հենց Ռուսաստանի դեմ երկիր, որի հետ մենք ունեցել ենք միշտ, այսպես ասած, նորմալ տանելի հարաբերություններ, չնայած պատմական դիսցիպլինների տեսակետից վերլուծելու շատ բան կա, շատ բան կա, թե ինչ է խաղացել Ռուսաստանը մեր պատմական կյանքում, բայց ինձ դուր չի գալիս
ռուսամոլության կողքին ի հեճուկս ի հակադրություն դրա բարձրացող ռուսատիացությունը, որը նույնպես քաղաքական հեռանկարներ չունի։ Եվ դա գալիս է նրանից, որ մեր ժողովուրդը չգիտի, թե ինչ բան է Ռուսաստանը։ Գիտեք, դուք երբ որ գիտեք այսինչ երկիր, այսինչ պետություն, այսինչ հասարակությունը իրենից ինչ քաղաքական ֆորմատիվ գաղափար է ներկայացնում, դուք իր հետ հարաբերվելու ձևը գտնում եք։ Հայ մարդու համար Ռուսաստանը ունի նախ միֆական նշանակություն, դա այսպես ասած մի փրկիչ երկիր է, առանց խորամուխ լինելու հարցերի մեջ, թե եթե դա փրկիչ է, բա ինչի 15 թվականին մեջ չփրկեց, 20 թվականին մեր երկրի մի մասը տվեց թուրքերին եւ սրանից 5-6 տարի առաջ ինչի մեր 3000-ամյա հայրենի հողը, որի վրա ապրում էր մեր հայ բնակչությունը, օգնեց որպեսզի անցնի, այսպես ասած, հարևան երկրին։ Սրա համար Ռուսաստանի կերպարի վերլուծություն է հարկավոր մեր ժողովրդի համար, որպեսզի ինքը ոչ ատի, ոչ հասկանա, այլ խոհեմ, այսպես ասած, հարաբերություն կառուցի Ռուսաստանի հետ, նկատի ունենալով 3 բան։ Առաջին, ինչ բան է Ռուսաստանը որպես պետական կոնստրուկտ։ Դա ինչ պետություն է։ Ինչ հեռանկարներ ունի այդ պետությունը։ Որտեղից է ծագել, ինչից է որ Ռուսաստանում օրենքը բացարձակապես նշանակություն չունի, պարզապես նշանակություն չունի։ Սա մեկ։ Երկրորդ, ինչ է լինելու Ռուսաստանի հետ 50 տարի հետո, 100 տարի հետո, մեր քաղաքական միտքը, եթե այդքան անկարող է որ սա վերլուծի, պետք է գոնե դրսի փիլիսոփայական, քաղաքական, սոցիալական վերլուծությունները կարտա եւ եզրակացություններ անի սրանից։ Եվ վերջապես երրորդ հարցը, որ Ռուսաստանի մեր հարաբերությունների խորքում դրված է, դա Ռուսաստան թե Թուրքիա հակադրությունն է, ոչ թե Ռուսաստան եւ Թուրքիա դիխոտոմիան, այլ Ռուսաստան թե Թուրքիա, որով մեր ժողովրդին վախեցնում են, որ եթե դու ուրեմն Ռուսաստանի հետ չլինես, թուրքերը կգան եւ քեզ կուտեն։ Վերադառնալով կրկին մեր դաշտ, արդյոք ընտրությունների արդյունքով է պայմանավորված մեր երկրում խաղաղություն կամ պատերազմ լինել չլինելու հարցը։ Շատ բանով այո, որովհետև հիմա քաղաքական վիճակը նաև միջազգային քաղաքականության տեսակետից այնքան փխրուն է, որ բավական է մի անզգույշ քայլ եւ մեր երկրում կարող է լինել խժդժություն։ Ըստ որում պարտադիր չի, որ դա լինի արտաքին հարձակում։ Գիտեք, ես ներքին խժդժություններից ավելի եմ վախենում, որը քաղտեխնոլոգիաների միջոցով միշտ կարելի է պատրաստել արտաքին խժդժությունները ներս հրավիրելու։ Օրինակ հետընտրական process-ները դուք տեղավորում եք այդ ձեր ասած ներքին խժդժությունների հնարավոր սցենարում։ Իհարկե տեղավորում եմ, հնարավոր են, բայց ես ճիշտն ասած մի, այսպես ասած, աղոտ հույս ունեմ վերջին տարիների ընթացքում մեր ժողովրդի գիտակցության մեջ բավականին բան է փոխվել։ Իրեք չասենք թե շատ մեծ բան է փոխվել, ընդհանրապես եթե ուզում ես ասենք թե օպերա բեմադրել, դու սկզբում պետք է կառուցես օպերայի շենք։ Ես չեմ կարող ասել թե մեր օպերայի շենքը կառուցված է, բայց որ մեր երկրում զգալի տեղաշարժեր, գիտակցական, հասարակական, քաղաքական տեղի ունեցել, դա անժխտելի է։ Կապ ունի, թե ով կլինի մեծամասնությունը ու արդեն հաջորդ տարիներին երկրի ղեկավարումն ով կվերցնի որ քաղաքական ուժը։ Ես ուղղակի հիշեցնեմ, ինչ էր ասում իշխող քաղաքական ուժը, ինչ էր հակադարձում ընդդիմադիր դաշտը նրան։ Իշխող քաղաքական ուժն ասում է, եթե մենք չլինենք, սահմանադրական մեծամասնություն չվերցնենք, կլինի պատերազմ եւ իրենք հստակեցնում են։ Դա նշանակում է, որ ոչ թե պատերազմ կլինի, որովհետև քաղաքացիական պայմանագիրը չի լինի իշխանության, այլ պատերազմ կլինի, որովհետև այն ուղին, որը իրենք որդեգրել են, չշարունակելու պարագայում հավանական է, որ կլինի պատերազմ։ Ընդդիմադիր դաշտում ասում են հակառակը, որ եթե այս ուժը մնա, այո կլինի պատերազմ։ Այս մասով ձեր կարծիքը ո՞րն է։ Այդ մասով իմ հիմնական կարծիքը այն է, որ այդ թեմայով թող մեր ժողովրդին չխաբեն։ Երկու կողմն էլ ով չխաբի։ Հիմնականում ընդդիմադիրները։ Ես մի փաստ գիտեմ, որ Հայաստանում 2 տարի խաղաղություն է։ Երկրորդ փաստը գիտեմ, որ մեր այսպես ասած թշնամին ճակերտների մեջ այդ բառապաշարը պետք չի օգտագործել, բայց օգտագործենք։
իր ղեկավարի բերանով ամեն առիթով հայտարարում է, որ մեր եւ Հայաստանի միջև խաղաղություն է, բարիդրացիական հարաբերություններ, շփումներ եւ այլն եւ այլն։ Իհարկե դա կոնֆլիկտը չի սպառել, հոգեբանորեն էլ չի սպառել, բայց քանի որ քաղաքականության մեջ գոյություն ունի խոճապի մատնելու մի քաղաքականություն։ Դու քո հակառակորդի հոգեբանությունը ուսումնասիրելով, պատմության բերումով եւ այլն, իր խոճապի կետերը գտնում ես եւ անմիջապես այդ կետերին խփելով դու խոճապի ես մատնում հասարակությանը։ Օրինակ վերեսկենում հայտարարում ես, որ Ամասիայի գյուղերում թուրքերը եկել են եւ հողատարածքներ են գնում արդեն։ Գիտեք, մեր ժողովուրդը այս հարցերում բնազդային վերաբերմունք ունի, ինքը չի մտածում ոնց, ինչպես, հնարավոր է, հնարավոր չի։ Միանգամից հակազդեցություն է առաջանում։ Միանգամից առաջանում է հակազդեցություն։ Ընդհանրապես եթե կուզեք իմանալ, այսօր մեր հասարակական կյանքում, նաև քաղաքական, հասարակական կյանքում ընդհանրապես հայ մարդու գիտակցության մեջ թշնամու տեղի ճշտկրտումը ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ժողովրդի համար թշնամին դառնա տոտեմ, տաբու, սարսափի առարկա, որտեղ սարսափը ինքը տոտեմ եւ տաբու է առաջացնում, իսկ տոտեմը եւ տաբուն յուրատեսակ պաշտամունքի առարկաներ են։ Մեր ժողովուրդը պետք է սովորի իր պատմության դժբախտությունները բոլորը հաշվի առնելով, դրանից փորձ ձեռք բերելով, այսօր իր հակառակորդների, իր թշնամիների հետ քաղաքական հարաբերությունների մեջ մտնի։ Դա հնարավոր է, ես ես ինչ եմ այսպես վստահ ասում, որովհետև քաղաքական հարաբերությունները այսօր ձեռնտու են բոլորի համար, թուրքերի համար էլ, ադրբեջանցիների համար էլ, Հայաստանի համար էլ։ Պետք է մենք ուրեմն մեր պատմական դառը հիշողություններից, դառը գիտակցությունից դուրս գանք, դրանք մի կողմ չնետելով, բայց սովորենք քայլ առ քայլ քաղաքական հարաբերություններ։ Ուզեի դիտարկենք նաև իշխող քաղաքական մեծամասնության այդ հայտարարությունը, որը ընդդիմությունը հիմա անպարբերաբար վերլուծում է եւ ներկայացնում է իր տեսակետից, իշխանությունն էլ իր կողմից։ Եթե ընդդիմադիրներն այսօր ասում են, պարոն Մովսես, որ մեր գալու պարագայում մենք ոչինչ չենք զրոյացնելու, բոլոր փաստաթղթերը, բոլոր համաձայնությունները, որոնք կան, գոյություն ունեն, իրենք մնալու են, ուղղակի ասում են մենք կգանք, կլավարկենք կամ գուցե վերանայենք եւ այդ կերպ իրենք կասեցնելու են իրենց ձևակերպումն է սա շարունակական զիջողական քաղաքականությունը, բայց որպես այդպեսին որևէ բան ճակերտներում մի կողմ չեն շպրտելու, ուղղակի կշարունակեն։ Այդ պարագայում, երբ որ գործող իշխանությունն է ասում, եթե մենք չլինենք, լինեն իրենք, կլինի պատերազմ, եթե որևէ բան զրոյից չի սկսվում, արդյոք վերանայելը պատերազմի նշանակելու։ Գիտեք, կամ լավարկելը պատերազմի նշանակելու։ Լավարկելով կամ զրոյից սկսելով չի։ Հայ ժողովրդի գիտակցության մեջ, մեր ժողովրդի, մեր հասարակության գիտակցության մեջ նախկին իշխանությունների վերաբերյալ նկատմամբ ձևավորված գիտակցություն կա, որը զրո չի։ Բայց բոլորը նախքին չեն, չէ՞։ Նոր ուժեր կան, նոր ձևավորված միավորումներ կան, դաշինքներ։ Փորձենք հասկանալ նախքին են, թե նախքին չեն։ Նախ այդ բոլոր ձևավորված դաշինքներին, ուժերին համակրանք հանդես բերենք իրենց հանդեպ եւ ասենք լավ կլինի, որ իրենք նույնպես մտնեն խորհրդարան։ Բայց այստեղ կռիվը, այսպես ասած, կոպիտ ասած, գնում է ոչ թե այդ կողքի մի քանի դաշինքների ու իշխանությունների միջև, այլ գնում է նախկին իշխանության եւ այսօրվա իշխանության միջև։ Ինչքան էլ իրանք դիմակներ դնեն, ինչքան իրանք օլիգարխի դիմակ դնեն, նախկին իշխանության, այսպես ասած, ժամանակ Հայաստանը փրկածների դիմակ դնեն, մենք գիտենք, թե սա ինչ կռիվ է։ Սա իշխանության պատերազմ է, իշխանության կռիվ է, մեր արկա իշխանությունները նորից կրկնում եմ, զգայլի քայլերով երկիրը առաջ են տարել եւ իրենց ծրագրերին նայելով դեռևս անելիք ունեն անելու, օրինակ ես մի բան ասեմ, եթե եկող ընտրությունների ժամանակ 31 թվականին Աստված կյանք տա մենք բոլորս ապրենք, ես միգուցե եւ դեմ լինեմ, որ այս իշխանությունները երրորդ անգամ իշխանություն պահպանան։ Բայց ես այսօր գտնում եմ, որ այս իշխանությունները այս մի ժամկետն էլ պետք է աշխատեն երկու պատճառով։
առաջին նախկինից մեզ փոկելու ենթագիտակցորեն անգամ փոկելու, երկրորդ իրենց սկսած գործ առաջ տանելու համար։ Խաղաղությունը։ Խաղաղություն, տնտեսություն, աշխատավարձ, հասարակություն, ինչա մեր երկրում մենակ խաղաղություն է այսօր։ Մեր երկրում այսօր մենք այնքան մռայլ ու դառը փորձ ունենք ժողովուրդանք չենք ուզում խոստովանել։ Մեր երկրում այսօր լիքը փոփոխություններ կան։ Մեր երկրում այսօր հարկայի մարմինները աշխատում են շատ լավ, չեն գալիս կողոպտում, թալանում եւ բիզնեսը կամ գործը կասեցնում։ Ոստիկանությունը աշխատում Հələ հարցրեք ընդդիմադիրների։ Ընդդիմար ասելով չի թող օրինակ բերեն, թող օրինակ բերեն մի բիզնեսմենի, որի մոտ հարկային է մտել եւ ասել է շարունակիր քո գործունեությունը, բայց ին փողը տուր գնա առաջ։ Իհարկե, այս կաշառակերության դեպքերը մենք չենք ժխտում, դրանք հենց կան մեր հասարակության մեջ։ Փորձում են այսօր բարենորոգումներ անել կրթական համակարգում, որ թվարկենք մեր 10 մատները չեն բավականացնի։ Մենք շատ բաներով առաջ ենք գնացել։ Ամփոփելով զրույցը, պարոն Մովսես, ես կուզեի մի գնահատական հնչեցնեիք հետևյալի հետ կապված։ Այս օրերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլ պաշտոնատար անձինք տարբեր հանդիպումներ ունենում քաղաքացիների հետ շփումներ, բայց առանց միջադեպերի այդ հանդիպումները շփումները հաճախ չեն անցնում։ Երբեմն բավականին կոշտ խոսույթ է կողմից հնչում մեկը մյուսի հասցեին, վերջին դեպքը տեղի ունեցավ եկեղեցում, որ դեռ շարունակվում է, երիտասարդները որոշակի մեղադրական փուլերով են անցնելու եւ այլն, բայց ինչի մասին են խոսում այս միջադեպերը եւ այս դեպքերում ոնց պիտի իշխանությունը վարի, պաշտոնատար անձինք ոնց պետք է վարվեն, պետք է հանդուրժեն, պետք է լռեն, պետք է արձագանքեն։ Սա լարվածության մասին է խոսում հասարակության, թե ինչի մասին է։ Ուրեմն նախ ես շատ ուրախ եմ, որ մեր իշխանությունները նախորդ իշխանությունների, այսպես ասած, բոխախավոր, փորավոր շփումները իրենց ժողովրդի հետ կասեցրել են եւ հասարակ շփումների, այսպես ասած, դաշտն ապահովել, որը իմիջիայլոց ունի իր վտանգները։ Դեք Նիչեն ասում է, երբ որ դու նայում ես ուրեմն ամբողջի մեջ, ամբողջն էլ նայում է քո մեջ։ Իր վտանգները ունի, բայց բոլոր դեպքերում ես դրա համար ուրախ եմ։ Ընդդիմությունը ասում է սադրում են հատուկ։ Երկրորդ, իհարկե իշխանությունն է սադրում։ Ընդդիմությունն ասում է, որ հատուկ են մտնում, սադրանք են ստեղծում, գիտեն, որ հասարակությունը նրանց նկատմամբ այնքան էլ լավ վերաբերմունք չունի եւ հատուկ են այդպիսի դեպքերի, այսպես ասած, առիթ տալիս, որ մարդկանց նյարդերը սրեն շատ հաճախ այդպես են մեկնաբանում։ Գիտեք ինչ, եթե մարդիկ իրենց իշխանությունների հանդեպ նյարդային վերաբերմունք ունեն, թող դա էլ արտահայտեն տեսնենք։ Նորմալ է դա։ Բայց կոնկրետ ինչ վերաբերում է ձեր հիշատակած եկեղեցու դեպքին, ես դա համարում եմ այս երկու երիտասարդներին, որոնք ես իշքան հասկացա, չգիտեմ, անչափահաս են թե չափահաս են։ Ասում են դպրոցական են։ Դպրոցական են, դպրոցական չի նշանակում դեռ անչափահաս, բայց ես իրենց համարում եմ անմեղսունակ։ Ես իրենց գուցե եւ պարզվի, որ իրենք մեղավոր էլ չեն, իսկ եթե ինչ-որ փոքրիկ մեղք ունեն, ես մեր իշխանություններին կխնդրեի, որ ներողամիտ լինեն իրենց հանդեպ։ Գիտեք, ինքը հայրենասիրությունը, այսպես ասած, մարդու մեջ բոցավառության մի այնպիսի բան է առաջացնում, որ բավական է լուսկին չրթացնել եւ ինքը կբորբոքվի։ Բավական է ասել Նիկոլը դավաճան է կամ Հակոբ Մովսեսը դավաճան է, կարող է փողոցում եւ ինցիդենտ լինի։ Բայց ես չեմ ներում այդ երեխեքի հասարակական դաստիարակությանը, դպրոցական դաստիարակությունը եւ եկեղեցական դաստիարակությանը, որ մտել են իբր եկեղեցի աղոթելու, բայց չեն հասել աղոթքի այն մասին, որը գրված է Պողոս առաքյալի Հռոմեացիների թղթի 13-րդ գլխում, որ մի ելեք ձեր իշխանությունների դեմ, մի սևացրեք ձեր իշխանությունները, մի վարկաբեկեք ձեր իշխանությունները, մանավանդ որ մեր երկրում կարծեմ բոլոր հնարավորությունները ստեղծված են, որպեսզի մարդիկ գնան ազատ ընտրություն կատարել։ 2 ամիս հետո խնդրեմ այդ իշխանությունների հետ չհամաձայնողները թող գնան եւ իրենց անհամաձայնությունը գցեն ընտրական արխեկի մեջ։ Ես տեղի ունեցածը համարում եմ հակաքրիստոնեական։ Այդ երեխեքին ես կարծում եմ, որ հակաքրիստոնեական ճանապարհի վրա են դրել իրենց ուսուցիչները, հասարակությունը, իրենց դաստիարակությունը եւ այն բոլոր ռոպագանդիստները, որոնք ռոպագանդել են այդ երեխեքին,
օգտվելով նորից կրկնում եմ իրենց հայրենասիրական ազնիվ պորտկում բռնկուն խարակտերից, որոնք սովորացրել են, որ պետության վրա կարելի է ձեռք բարձրացնել, որոնք այդ երեխեքին չեն սովորացրել, որ պետությունը ինքը եկեղեցի է, որ պետության վրա ձեռք բարձրացնողը եկեղեցու վրա է ձեռք բարձրացնում, որ եկեղեցին ինքն էլ կարող է պետության վրա իր ձեռք բարձրացնել։ Ես դրա համար ցավում եմ։ Ես նորից ուզում եմ իմ միտքը կրկնած լինել։ Ես խնդրում եմ, որ այդ երեխեքի հանդեպ շատ բարյացակամ վերաբերմունք ունենա մեր պատկանիշխանությունները եւ իրենց բաց թողնեն։ Մեկին արդեն բաց են թողնել այս պահի դրությամբ, մեկին։ Բայց մեղադրանքը կա։ Հա, թող մեղադրանքը հասկանալի է։ Այդ երեխեքը չեն մեղավոր։ Գիտեք, բենզինը չի մեղավոր, որ ինքը բռնկվում է։ Մեղավորը նա է, ով բենզինի մեջ լուցկի է շպրտում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Համեցեք։ Զրուցակիցս Հակոբ Մովսեսն էր։ Կհանդիպենք։